Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Ադրբեջանի եւ Իրանի միջև քննարկվող նախագծերից մեկը Հայաստանը շրջանցող տրանսպորտային կապի կառուցումն է, որը Նախիջևանը Իրանի տարածքով կկապի Ադրբեջանի հիմնական տարածքին։ Հայտարարել է Ադրբեջանի նախագահը։ Նա նշել է, որ շրջանցող ավտոճանապարհն արդեն կառուցվում է։ Հիմա կամուրջն են կառուցում, իսկ շրջանցիկ երկաթուղու կառուցումն Իրանի եւ Ադրբեջանի համաձայնությունն է պահանջում։ Քանի որ ըստ Ալիևի Հայաստանն արգելափակում է մուտքը Նախիջևան, մենք չենք կարող նստել եւ սպասել, կկառուցենք շրջանցիկ ճանապարհ, իսկ Հայաստանը կշարունակի փակուղու մեջ մնալ տարածաշրջանում, ասել է Ալիևը։ Ռուսաստանի Դաշնությունը հետևում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև սահմանային իրավիճակին, այդ թվում ԶԼՄ-ներում հրապարակվող հաղորդագրություններին։ Այս մասին ասել է Մարիա Զախարովան, մեկնաբանելով ադրբեջանական կողմի սահմանին կրակ բացելու մասին հաղորդագրությունները, որոնք Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է։ Բաքվին եւ Երևանին կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել, անհրաժեշտ քայլեր ձեռնարկել վիճակի հանդարտեցման ուղղությամբ, խուսափել վիճակի վատթարացմանը հանգեցնող ցանկացած գործողությունից։ Բոլոր հարցերը պետք է լուծվեն բացառապես քաղաքական եւ դիվանագիտական ճանապարհով։ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն անդրադարձել է սահմանային կրակոցների մասին ադրբեջանական կողմի հաղորդագրություններին։ Նա հիշեցրել է, որ պաշտպանության նախարարության սահմանային վիճակի հետ կապված պարբերաբար հայտնում է տեղեկություններ, հերքելով կեղծ ինֆորմացիա։ Մենք շարունակում ենք առաջարկել ստեղծել սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմ, շարունակում ենք սրա մասին հրապարակային խոսել, աշխատել այս ուղղությամբ, ասել է Գրիգորյանը։ Նա հավաստիացրել է, որ եթե ունեն որևէ ինֆորմացիա, որը փոխկապակցված է անվտանգային վիճակի հետ, կկիսվեն հանրության հետ։ Եթե կեղծ ինֆորմացիա է, եթե Հայաստանում մեղադրում են ինչ-որ մի կեղծ բանում, Հայաստանը չշարունակի հերքել, Հայաստանը շարունակելու է հերքել եւ նաեւ աշխատել, որպեսզի սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմ ստեղծենք, որպեսզի կարողանանք իմանանք սահմանային իրավիճակի մասին համապարփակ ինֆորմացիա։ Մինչև հաջորդ տարվա խորհրդարանական ընտրությունները պատրաստ կլինի Հայաստանի սահմանադրության նոր տեքստը, արդարադատության նախարարն ասաց ամիսներ առաջ։ Օրեր առաջ էլ վերահաստատեց աշխատանքները շարունակվում են, նոր մշակման փուլում է։ Մանրամասներ ասել չեմ կարող, բայց շատ կարևոր է մի շեշտադրում, որ այդ տեքստը չի լինելու եւ ուղղակի իբնե չի կարող լինել գաղտնի։ Նախ տեքստի հանրայնացման մասին սահմանադրագետը պնդում է, թե հաշվետվողականության ու ներառականության սկզբունքը խախտված է։ Սահմանադրության նոր տեքստի մասին որևէ տեղեկություն չկա, միայն հանրային խոսքից է հնարավոր ենթադրություններ անել, ինչը եւս աղքատ է մասնագիտական կարծիք հայտնելու համար։ Ներառականությունը ենթադրում է, որ երբ երկրում սահմանադրական բարեփոխում է իրականացում, այն էլ մեր դեպքում արդեն նոր սահմանադրության ընդունման գծով է գնում։ Այն պետք է ենթադրի երկրում գործող քաղաքական ուժերի ներգրավում այդ process-ում, երկրում գործող հասարակական կազմակերպությունների ներգրավում process-ում, անկախ հայացքներից ընդդիմադիր կլինեն, թե կողետ գործակցող կլինեն։ 4 տարի այդ կազմը գործում է եւ հանրությանը զրոյական տեղեկատվություն են պաշտոնական տրամադրել։ Նոր սահմանադրություն ունենալու որոշումը փաստացի անցած տարվա մայիսին ընդունվեց, երբ Բաքվից արդեն գեներացնում էին Հայաստանի մայրօրենքի փոփոխության պահանջը։ Մինչ այդ ձևավորված խորհուրդը քննարկում էր ոչ թե նոր տեքստ գրելու, այլ պարզապես սահմանադրական փոփոխությունների հայեցակարգ։ Մասնագետը հիշեցնում է, այս ընթացքում է, որ Ադրբեջանը առաջին դեմքի մակարդակով շուրջ 30 անգամ ձևակերպել է Հայաստանի սահմանադրությունը պետք է փոխվի։ Այս դեպքում անկախության հռչակագիրը մնալու է նոր սահմանադրության մեջ, թե ոչ։ Այս մասին պատասխանատուները հետևողականորեն լռում են։ Տեղեկություն չունենալով նոր տեքստի մասին տեխնիկական այս հիմքով սահմանադրագետը կարծում է, որ վտանգված է հենց անկախության հռչակագիրը, որն էլ Ալիևի կոկորդին է մնացել։ Սահմանադրական փոփոխության ժամանակ, եթե կարող են ողջ տեքստը նոր խմբագրությամբ շարադրել եւ դրութային հիմնարար փոփոխություններ անել կամ աղքային, նոր սահմանադրության ընդունումը գալիս է ասելու, որ նպատակ կա հենց սահմանադրության նախաբանում փոփոխություն կատարելու եւ անփոփոխելի դրույթներում, որովհետեւ սահմանադրական փոփոխության պարագայում սահմանության նախաբանը, որտեղ հղումը արկա է մեր անկախության
կառավարության հռչակագրում փոփոխման ենթակա չէ։ Նոր սահմանադրություն գրելը հեշտ գործ չէ, ամիսներ է պահանջում։ Այս ձեռնարկը Հայաստանի իշխանությունը համարում է մեր երկրի ներքին գործը, բայց Բաքվում չեն հանդարտվում ու ամենօրյա ռեժիմով են սահմանադրության փոփոխություն ուզում, եթե ոչ պայմանագիր չեն կնքի։ Ստացվում է մոտ ժամանակներում դժվար է այդ տխրահռչակ թղթի ստորագրմանը հավատալ եւ մասնագետները հարցնում են. ով է թելադրում Հայաստանի մայր օրենքի փոփոխության օրակարգը։ Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնականի Բադալյանը պատասխանելով քարտեզների տրամադրելու Բաքվի պահանջներին լրատվամիջոցների հարցմանը հայտնել է, որ Հայաստանը 2021 թվականի հունիսի 12-ին, հուլիսի 3-ին, հոկտեմբերի 19-ին, նոյեմբերի 1-ին եւ նոյեմբերի 29-ին միակողմանիորեն առանց նախապայմանների Ադրբեջանին տրամադրել է ականապատ տարածքների 972 ռեգիստր։ Ադրբեջանը շարունակաբար կասկածի տակ է դնում այդ քարտեզների ճշգրտությունը, չնայած մեր բազմաթիվ հայտարարություններին, թե ավելի լավ կամ ավելի ճշգրիտ քարտեզներ չկան։ Հայաստանը ինչպես նախկինում, այնպես էլ այժմ պատրաստ է ստուգել այդ քարտեզների ճշգրտությունը միջազգային փորձագետների ներգրավմամբ։ Հավելենք, որ Արդարադատության միջազգային դատարանը միանշանակ մերժել է Հայաստանի նկատմամբ ժամանակավոր միջոց կիրառելու հայցը, որով Ադրբեջանը Հայաստանին մեղադրել է հանքարդյունաբերության մեջ, նշել է Անի Բադալյանը։ Բաքվում Ռուսաստանի տան հարցում փողզիջում են փնտրում, բոլորը տրամադրված են կառուցողական եւ լավատեսորեն։ Այս մասին հայտարարել է Եվգենի Պրիմակովը եւ ադրբեջանական կողմը եւ մենք կառուցողական ենք եւ միանգամայն լավատես, որ դեռ կգտնենք փողզիջումային տարբերակ եւ լայնածավալ աշխատանքը կվերականգնվի, ասել է նա։ Կենտրոնը փակելու պահանջը հնչել է Ղազախստանում ադրբեջանական ինքնաթիռի կործանման պատճառով Բաքվի եւ Մոսկվայի միջև հարաբերությունների վատթարացման ֆոնին։ Ավելի վաղ Կրեմլը ափսոսանք էր հայտնել Ադրբեջանում Ռուսաստանի տան փակման համար։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն կասկածում է, որ Ռուսաստանի ղեկավարությունը կկարողանա պայմաններ թելադրել Վաշինգտոնին Ուկրաինայում հրադադարի հարցում, բայց Կրեմլը իսկապես պետք է պատերազմին վերջ տալու իրական ցանկություն ցուցաբերի։ Ռուս-ուկրաինական պատերազմին վերջ տալու Ամերիկայի Միացյալ Նահանգների ջանքերի շրջանակում Ռյուտեն անցյալ շաբաթ հայտարարել է, որ գնդակը բացահայտորեն ռուսների դաշտում է։ Միացյալ Նահանգների սահմանած մաքսատուրքերի դեմ Եվրամիությունը հակաքայլերի վերջնական ցանկ կընդունի ապրիլի 15-ին, նույն օրը ուժի մեջ կմտնի տուրքերի առաջին մասը։ Մնացած սակագները կգործեն մայիսի 15-ից, միևնույն ժամանակ Եվրամիությունը պատրաստ է նստել Միացյալ Նահանգների հետ փոխադարձ պարտականությունների շուրջ բանակցությունների սեղանի շուրջ, եթե Վաշինգտոնը պատրաստ լինի, բայց Եվրամիությունը անվերջ չի սպասելու, ասել է նա։ Ավելի վաղ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայնը հայտնել էր, որ Եվրամիությունը Թրամփին առաջարկել է չեղարկել երկու կողմերի արդյունաբերական ապրանքների նկատմամբ բոլոր մաքսատուրքերը։ Գերմանիան ի սկզբանե հրաժարվել է անհապաղ ներողություն խնդրել նախագահ Շտայնմայերի կողմից պաշտոնական էջում Արցախի դրոշի պատկերը հրապարակելու համար, սակայն հետագայում դա արել է Ադրբեջանի ճնշման ներքո, ասել է Ալիևը։ Նա նշել է, որ սկզբում գերմանական կողմը չի ցանկացել հրապարակային ներողություն խնդրել, սահմանափակվելով միայն մեր մեջ ասած դա սխալ էր խոսքերով, սակայն Ադրբեջանը պնդել է, որ պաշտոնական ներողություն խնդրեն, դրանից հետո Գերմանիան ստիպված է եղել դա անել, ասել է Ալիևը։ Տելեգրամում կրկին անհայտ ծագման ալիքներ են ակտիվացել, որոնց բովանդակությունը հայերեն է, բայց կան հիմնավոր կասկածներ, որ այդ ալիքները ստեղծվել են Հայաստանից դուրս, պաշտպանության նախարարությունից են հաստատում։ Այդ ալիքներում հրապարակվում են տարատեսակ տեղեկություններ, որոնք առնչվում են պաշտպանական ոլորտին, բանակային առօրյային, համառասարակ Հայաստանի Հանրապետության բանակին եւ նաեւ տեղեկություններ սահմանային ծիփր գրակոչների կամ որոշակի տեղաշարժերի վերաբերյալ։ Դուք մտածում եք, այսինքն, որ այդ ալիքները ստեղծվել են ադրբեջանցիների կողմից։ Մենք շեշտենք, որ այդ ալիքները ստեղծվել են Հայաստանից դուրս, առանց մասնավորեցնելու, թե կոնկրետ որ երկրում են ստեղծվել կամ որ երկրից են այդ ալիքները վարում։ Պաշտպանության գերատեսչությունից չեն մասնավորեցնում, թե հատկապես որ ալիքների մասին է խոսքը։ Դրանք չթիրախավորելու նպատակով մտավախություն ունենալով, որ մարդիկ կսկսեն կենտրոնանալ դրանց ուղղությամբ, մեծաքանակ հետևորդներ հավաքագրել։ Մասնագետն ասում է, սովորաբար քաղաքացին չի կարող ինքնուրույն տարբերել կեղծ էջերը, հատկապես Տելեգրամում։ Շատ հեշտ այսօր հնարավոր է վարել կամերական լեզվով Տելեգրամի էջ ներկայանալ որպես երկրի գորություններ արտադրող տեղական Տելեգրամյան էջ, բայց լինել թշնամի երկրից, հա։ Հատկապես հիմա այդ ավելի է շտացել, եթե ադրբեջանական հատուկ ծառայությունները ունեն իրենց մոտ հայերեն գրողներ, հիմա առավել եւս հեշտ է, որտեղ արհեստական բանականությունով այդ հայերեն տեքստերը րոպեների ընթացքում կարելի է գեներացնել։ Անդրադառնալով բանակին, պաշտպանության նախարարությունից հորդորում են բանակային դիրքերին եւ
Առհասարակ պաշտպանական ոլորտին առնչվող ցանկացած տեղեկություն հրապարակելուց առաջ անհրաժեշտ ճշգրտումներ կատարել հենց պաշտպանության նախարարության հետ, զգոն լինել։ Շրջանառության մեջ է դրվել հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը հետաձգելու նախագիծ, այս մասին հայտարարել է падգամավոր Բաբկեն Թունյանը։ Մասնավորապես մայիսի 1-ի փոխարեն 2024 թվականի եկամուտների համար հայտարարագիր կարող են ներկայացնել մինչև նոյեմբերի 1-ը։ Հաջորդ տարի 2025 թվականի եկամուտների համար հայտարարագիր կարող են ներկայացնել մարտի 2-ից նոյեմբերի 1-ը։ Հաջորդ տարիների համար հայտարարագրի ներկայացման ժամկետը կսահմանվի մարտի 2-ից հուլիսի 1-ը։ Նախագիծը արտահերթ նիստով եւ արագացված ընթացակարգով կընդունենք մինչև այս ամսվա վերջ, հայտարարել է Թունյանը։ Երթևեկության համար բալային համակարգը 9-ից դարձավ 13, դրան զուգահեռ ներքին գործերի նախարարությունը նախատեսում է խստացնել պատասխանատվությունը, խախտումների դեպքում ավելացնել տուգանքների չափը։ Երթևեկության ոլորտի փորձագետների գնահատականն է եւ ձևակերպումը կարելի ասել ոչինչ էլ չփոխեց։ Որքան էլ բալային համակարգը բարձրացվի, միևնույն է անկարգապահ վարորդը շարունակելու է 13 բալն էլ մաշել։ 9-ով չբավարարվողը 13-ով էլ չի բավարարվի, 23-ով էլ։ Գումարն էլ տեղը փոխելու շատ չի փոխում, ստեղ ընդամենը ռակերովկիկ են արել։ Իդեալական կազմակերպված էր, կարծում եմ այդ ամեն ինչի մեջ պետք է տեղավորվել 9-ի մեջ։ Վիճակագրությունն է ցույց տալիս, որ հանրապետությունում ավելի շատ խախտումները ամրագոտի չկապելու եւ առանց վարորդական վկայականի մեքենա վարելու դեպքերն են։ Նախորդ շաբաթ հայտնաբերվել է 300-ից ավել անձ առանց վարորդական երթևեկելու։ Քրեականով 90%-ը քրեականով դատապարտվում են 375,000 դրամ տուգանքի ու դատվածություն։ Քրեական գործով դա կատաստրոֆիկ պետության համարել է դա ծախսու աշխարհով այդ ստատիստիկայով դատվածությունների քանակով ասենք պայտարակություն է էլի։ Միաժամանակ այդ արարքների համար պատասխանատվություն նախատեսող հոդվածների սանկցիաներով այժմ նախատեսվում է, որ համապատասխան մասերով նախատեսված արարքները տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող անձի կողմից կատարելն առաջացնում է տուգանքի նշանակում 200,000 դրամի չափով։ Թանկարժեք գույքից դեպի պետություն առավել մեծ հարկերի ներգրավում, որպես գլխավոր նպատակ էր սահմանված այս մոտեցումը, երբ որոշվեց կադաստրային արժեքը որպես գույքահարկի բազա փոխել շուկայականի մոտարկված արժեքով, ամբողջությամբ վերանայվեցին նաև հարկման դրույքաչափերը։ Պատգամավոր Թադևոս Ավետիսյանը պնդում է, որոշման արդյունքում ավելացան ոչ թե թանկարժեք գույքերի, այլ միջին արժեք եւ ցածրարժեք գույքերի հարկերը։ Պատգամավորը փոփոխություն է առաջարկում։ Փուլային տարբերակով մինչև 2026 թվականը տարեկան մոտավորապես 30-35%-ով գույքահարկի աճը գոնե կասեցվի 2025 թվականին եւ 2026 թվականի եւս 30-33% այդ աճը տեղի չունենա, նկատի առնելով, որ առանց էնել գույքահարկը պատիկներով մարդկանց բարձրացել է եւ այս ընթացքում հատկապես խոցելի խմբերի համար միայնակ տարեցներ, թոշակառուներ եւ տարբեր սոցիալական այլ խմբեր դարձել է անտանելի գույքահարկի բեռը։ Աճի կասեցումը վերաբերում է մինչև 200 միլիոն դրամ գույքերին։ Ըստ հաշվարկների Երևանի կենտրոն վարչական շրջանում 2 սենյականոց բնակարանի գույքահարկը կազմում է մոտավորապես այնքան, որքան նվազագույն թոշակի չափն է։ Այսինքն միայնակ ապրող տարեցները ամբողջ թոշակը պետք է գույքահարկ վճարեն։ Հակասոցիալական է որակում նման մոտեցումը պատգամավորը։ Արձագանք հնչեց, հարկման կասեցումը ոչ մի խնդիր էլ չի լուծելու։ Եթե գայի կասեիք 50 միլիոն դրամ, միտեղ մտքովս կանցներ, հա, նորմալ է 50, բայց 200 միլիոն դրամի մեջ այնքան գույք է մտնում, այնքան նաև կոմերցիա է, նաև ամեն ինչ, որ ձեր ասածը արդեն մի քիչ հակասություններ է ստեղծում մտային։ Ավետիսյանը հակադարձում է կոմերցիոն տարածքների համար այլ նախագիծ կա, քննարկվողը միայն բնակարաններին է վերաբերում։ Ասում է, հաշվարկներն էլ օդի մեջ արված չեն, ուսումնասիրություն է կատարվել։ 350,000-ից 400,000 դրամ է կազմում փոքր կենտրոնի բնակարանների տարեկան գույքահարկը։ Ֆինանսների նախարարի տեղակալն ասում է, նման թվերը ամբողջական պատկերացում չեն տալիս ու չափազանցված են։ Շուկայական արժեքին մոտարկված արժեքներով մեր բնակարանների եւ անհատական բնակելի տների շուրջ 90%-ը 88-ից 90% ունի համապատասխանաբար մինչև 23 եւ մինչև 25 միլիոն դրամ հարկման բազա։
Գերատեսչության ներկայացուցչի պնդումը հետևյալն է, նման դեպքում տարեկան հարկը կազմում է 20-ից 25 հազար դրամ, այսինքն սա չի նշանակում, որ թոշակառուն իր ամբողջ թոշակը գույքահարկի վրա է ծախսում։ Քիչ են դեպքերը, երբ միայնակ թոշակառուն ապրում է նման թանկարժեք բնակարանում։ Եթե անգամ նմանատիպ մի քանի դեպքեր էլ կան, խնդիրը լուծվում է համայնքի միջոցով։ Եթե համայնքը կարծում է, որ դա անհաղթահարելի բեռ է այդ ընտանիքի համար, կարող է իր հայեցողությամբ որոշում կայացնել։ Գործող օրենքի կողմնակիցները տատիկ-պապիկների հարցը բարձրացնելը էմոցիոնալ համարեցին։ Թադևոս Ավետիսյանն էլ ասում է, էմոցիոնալ հարց չկա, կա ռեալ խնդիր, որը անհրաժեշտ լուծումներ է պահանջում։ Իրանի քաղաքացիները Հայաստան են ներկրել շուրջ 12 կիլոգրամ թմրամիջոց։ Իրանի Իսլամական Հանրապետության 2 քաղաքացի կալանավորվել է։ Օրերս Ագարականցակետում պետական սահմանից ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման եւ հսկողության վարչության աշխատակիցը ռենտգեն սարքավորման միջոցով մաքսային զննման է ենթարկել Իրանի Իսլամական Հանրապետությունից ժամանած քաղաքացի ՆԱ-ի կողմից շահագործվող բեռնատար ավտոմեքենան եւ կցորդը։ Արդյունքում կցորդին ամրացված ջրի տարայում նկատվել են կասկածելի զանգվածներ։ Թմրամիջոցի մաքսանենգություն կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի արկայության հիմքով ձերբակալվել է Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի ՆԱ-ն, ով ներկայացվել է ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն։ Քրեական վարույթի շրջանակում միջնորդություններ են ներկայացվել դատարան Իրանի քաղաքացիներ ՆԱ-ն եւ Է.Ն կալանավորելու վերաբերյալ, որոնք բավարարվել են։ Հանրակրթության նոր չափորոշիչն արդեն գործում է 7-րդ դասարաններում, ընդգրկելով սովորողների 63%-ը։ Սա զուգակցվել է դասագրքերի ոլորտի ռեֆորմով։ Կրթական ոլորտի պատասխանատուն է տեղեկացնում։ Այս տարիների ընթացքում որոշ դասագրքերում բովանդակային եւ արմատական փոփոխություններ են արվել, որոնց հետ մասնագետներից շատերը մինչեւ այսօր անհամաձայնություններ ունեն։ Մենք առաջին անգամ խնդիր ունենք, որ չունենք դպրոցներում դասագրքեր արդեն։ Բնակ հայց պատմության 10-րդ դասարան դասագիրք մենք չունենք։ Անցած տարի չհասցրին, այս տարի չարեցին։ Դա արդեն բարեփոխում չէ, այլ չարափոխում է։ Մենք ունենք 7 եւ 8-րդ դասարանի դասագրքեր, որոնք ուղղակի թյուրիմացություն են, դրանք գրված են անգրագետ ձևով, գրքի ամեն էջի վրա կարելի է գտնել մի քանի տասնյակ սխալներ եւ որևէ պատմաբան դրանց մասին դրական չի արտահայտվել։ Բովանդակային կոպտագույն սխալներ կգտնես ամեն երկրորդ դասագրքում, ձևախեղումներ անթիվ անհամար։ Օրինակ, հայոց պատմություն առարկայի վերնագիրը փոխեցին, դարձրին Հայաստանի։ Մասնագետները պնդում են, դասագրքից դուրս մղեցին Արցախյան ազատամարտի հերոսական էջերը։ Հայոց եկեղեցու պատմություն առարկան առհասարակ դադարեց որպես առանձին առարկա գոյություն ունենալ։ Տեղավորեցին մեկ այլ դասագրքում, փոխեցին նաև ռազմագիտության դասագրքերը, էլի մի շարք սխալներով։ Պատահականություն է արդյոք հենց այս դասագրքերի փոփոխության ընտրությունը, հարցնում են մասնագետները։ Արժեքները գլխիվար շուռ են տալիս, հակասություն է առաջանում այլ արժեքներով դաստիարակված ուսուցչի եւ այսպես ասած նոր արժեքներով դաստիարակվող աշակերտի միջեւ, երբ որ ուսուցիչը չի կարողանում հասկանալ այն, ինչ որ այդ դասագրքում գրված է, որովհետև նրա արժեքները լրիվ ուրիշ են, եւ նա պետք է ձևախեղված, խեղաթյուրված ձևով դա ներկայացնի աշակերտին, արդյունքը դինում է այն, ինչ որ մենք հիմա ունենք։ Կրթական բարեփոխումների քողի տակ քանդում են հիմնովին կրթությունը, ասում են մասնագետները, նկատում սեռական դաստիարակությունը մեր երեխաների կյանքում կարևորելով կրթության որակ ու չափանիշ չի սահմանվում։ Տպավորություն է, թե ամեն ինչի համար ժամանակ կա, բացի ազգային ինքնագիտակցության ու արժեհամակարգ սերմանելուց։ Երբ որ դասագրքերից հանվում են ազգային արժեքները կամ դրան մոտիկ գաղափարները եւ դասագրքերից դուրս է գալիս Արարատ լեռան նկարը, պատկերը, դրանք էական ազդեցություն են ունենում մարդկանց մտածողության վրա։ Ինչ որ միջով հիմա արվել է, առանց մասնագետների կարծիքը հաշվի առնելու է արվել։ Հետևաբար իրենք մասնագիտական կարծիքի կարիք չունեն։ Այդ մարդիկ ովքեր նման բարեփոխումներ անում կամ մասնագիտական գրքեր են գրում առանց մասնագետների հարցնելու, մասնագետ չլելով, դա խոսում է շատ ծանր վիճակի մասին։ Եվս մի քանի տարի նույն ձեռագրով ու այլևս չենք ունենա կրթություն։ Մասնագետները պնդում են, առանց այդ էլ 30 տարի անտեսված կրթությունն այսօր էլ ավելի լավ օրեր չի ապրում։
Ջրծաղիկը Հայաստանում արդեն կարելի է կառավարելի հիվանդություն համարել, քանի որ այն ընդգրկվել է պատվաստումների ազգային օրացույցում։ 2023-ի նոյեմբերի 1-ից հետո ծնված ու 12 ամսականը լրացած բոլոր երեխաները, եթե իհարկե չունեն հակացուցում, ենթակա են նաև այս պատվաստանյութի ստացմանը, որ մեր երկրում թեպետ ավելի վաղ պիտի հասանելի լիներ, բայց միայն այս տարի դարձավ հասանելի։ Հունվարի 31-ից սկսեցին պատվաստել։ Ասեմ, որ պատվաստման ներդրման ընթացքը շատ հարթ է ընթանում։ Նախատեսված պլանավորված երեխաները հրավիրում են պոլիկլինիկա եւ պատվաստում են առանց որևէ խոչընդոտի։ Իրականացում են նաև պատվաստումից հետո հետ պատվաստումային շրջանի դիտարկումներ սահմանված կարգով, այս առումով էլ որևէ արտառոց երևույթներ չունեն։ Պաշտոնյայի գնահատմամբ այս պահին ունեցած արդյունքները գոհացնող են, ինչպես եւ նախատեսել էին։ Լինում են դեպքեր, որ բացի պլանավորված երեխաներից դիմում են նաև այն ծնողները, որոնց երեխաները այս ցանկի, այսինքն սահմանված տարիքային խմբից դուրս են, իհարկե այդ փուլում իրենց չենք կարող պատվաստել, քանի որ հստակ սահմանված ունենք թիրախային խումբ։ Պատվաստումը ի դեպ 2 դեղաչափով է։ Հիմա պատվաստվող երեխաները երկրորդ դեղաչափը կստանան 2027 թվականին։ Կարող ենք միջազգային փորձը ասել, որ տարբեր երկրներում, երբ որ ներդրվել է, օրինակ ԱՄՆ-ում, Գերմանիայում, Ֆինլանդիայում, ներդրումից հետո մոտ 5 տարի հետո արդեն ցուցանիշների նվազում է նկատվում ոչ միայն պատվաստված բնակչության շրջանում, այլ նաև ընդհանուր բնակչության շրջանում։ Մեր երկրում յուրաքանչյուր տարի գրանցվում է ջրծաղիկով հիվանդանալու 15-ից 16 հազար դեպք, սակայն այս թիվը 2-ից 5 տարին մեկ կտրուկ ավելանում է։ Օրինակ, նախորդ տարի ունեցել ենք 22 հազարից ավելի դեպք, իսկ այս տարվա միայն հունվարին 2300-ից ավելի, թեպետ 2025-ը դիտարկվում է որպես նվազման տարի։ Աղավնին է խաղաղության խորհրդանիշը, սակայն խաղաղություն բերում են արծիվները։ Ու այսպես արդեն 10 տարի ողջ մնալու արվեստը ոման ցույց է տալիս խաղաղության հաստատման միակ ճիշտ ճանապարհը՝ միշտ պատրաստ լինել պատերազմին, գրիչների փոխարեն ձեռքին զենք։ Պարապմունքներ ենք անում մեր գյուղի ժողովրդի հետ, տղաների, աղջիկների հետ ու պատրաստվում ենք խաղաղության։ Խաղաղությունն էլ արվեստ է, վստահ են միշտ պատրաստ մարդիկ ու ամենևին էլ պատահական չէ, որ իրենց գործունեության առաջին 10-ամյակն ամփոփող փաստաբավերագրական ֆիլմի վերնագիրն էլ հենց դա են դրել՝ միասնության, սովորելու ու պաշտպանելու ուղերձով, ինքդ քեզ, ընտանիքդ, տունդ ու հայրենիքդ։ Մեծ ընտանիք ազգի մասին է խոսքը, որը որ բջիջներից է, ասենք, ոնց որ ասած բաղկացած, այդ բջիջները սկզբից ընտանիքը փոքր ընտանիքներն են, ասենք, այն մարդկային փոքրիկ սոցիումները, որ մենք հենց ընտանիք ենք անվանում, եւ ավելի փոքր բջիջ կա մարդը։ Պիտի պարապած մարզված լինես, որովհետև դու անօգնական չես թողում քո ազգականներին, քո ընտանիքը եւ չես փախնում, գնում ես մարտի դաշտ, բայց պատրաստված չես, դու բեռ ես դառնում քո ազգի համար։ Ոչ թե մեղադրել չիմանալու համար, այլ սովորեցնել, ահա թե ինչ է պետք անել։ Միակարծիք են ֆիլմը ստեղծողները, հատուկ են ընդգծում։ Ֆիլմը մի հատ կարևոր մեսիջ ունի, որ այդ գործով, ասենք, այդ ողջ մնալու արվեստին տիրապետելու համար ոչ թե մարդիկ պարապ մարդիկ են, զբաղմունք չունեն, գնում են, այլ զբաղված մարդիկ տարբեր մասնագիտությունների եւ այսօր շատ պահանջարկված մասնագիտությունների մարդիկ զբաղվում են իրանցով, զբաղվում են այդ ողջ մնալու արվեստով։ Դերասան Վարդան Պետրոսյանն էլ ասում է մեր հասարակությանն ու հատկապես հիմա պետք էր այսպիսի ֆիլմ։ Զրուցում էի տղաներից մեկի հետ, որը պատերազմից հետո շատ երկար պարապմունքներ անցավ եւ մասնագիտական պարապմունքներից դարձավ իսկապես բարձր կլասի մասնագետ, ասում էր պրակտիկորեն ինձ պատերազմի ժամանակ անհնար է սպանել, եթե իհարկե դա իմ ճակատագրով եկած գնդակը չի կամ արկը։ Ամեն ինչից պաշտպանվել գիտեն։ Եվ նա ասում է, ինքը հիմա սովորեցնում է, եթե ասում եմ մեր ժողովուրդը, այսինքն հասարակությունը գոնե իմ իմացածի 30%-ին տիրապետի, դուք չեք պատկերացնում դա ինչ որակ է արդեն։ Չհասկանալ մարդուն, ով չի սիրում ուժեղ լինել, պարտվելն ամենահիմար միտքը համարել, որ երբևէ կարելի է ունենալ հերթը մյուս տասնամյակներինն է, որին ընդառաջ էլ ոման գնում է միայն հաղթելու մտադրությամբ։
Ապրիլի 8-ին 28-ամյա հայկը Mercedes Sprinter-ով Երևան-Գյումրի ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց բախվել հողաթմբերին, շրջվել ու հայտնվել դաշտում։ Վարորդին առաջին օգնության է հասել այդ պահին անցնող մի երիտասարդ բժիշկ, տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել։ Հետո ահազանգել է աշտարակ բժշկական կենտրոն, օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել։ Երիտասարդին ապա տեղափոխել աշտարակ բժշկական կենտրոն։ Ժամանել են ոստիկանության բարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի առաջին վաշտի պարեկները։ Վարորդ համնակապված է եղել, դրա համար մեքենայից դուրս չի հայտնվել։ Վթարի պատճառներից մեկն էլ ճանապարհին եղած ասֆալտի նստվածքն է եղել, որը անձրևների ժամանակ ավելի վտանգավոր է դառնում։ Իմ տեղեկություններով վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ եւ նա ավտոմեքենայից դուրս չի հայտնվել, քանի որ եղել է ամրակապված եւ նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Ապրիլի 8-ին Արագածոտնի մարզի Կայք գյուղի սկզբնամասում մեքենա է այրվել։ Սկզբում 26-ամյա վարորդը պայքարել է Volkswagen-ում առաջացած կրակի դեմ, հետո արդեն ապարանի հրշեջ փրկարարական ջոկատի հրշեջներն են մարել կրակը։ Մեկ հոգի տեղափոխվել է ապարան բժշկական կենտրոն, ժամանել են ոստիկանության բարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի առաջին վաշտի պարեկները։